Եթերում Ներսարի գիշերային շոուն է, քիչ հետո ներսում կարոտած զրույց է, նա վերադարձել է, նա Ներսարի շոույում առաջին անգամ է, նա Անի Երանյանն է, իսկ երեկոն բացում ենք ամենաանսահման ու անզուգական խարիզմայով հաղորդավարի հետ, բեմը պատրաստ է ընդունելու մի մարդու, ով կյանքը կարող է դարձնել կամ խենթորեն թանկ, կամ հեգնանքով էժան, բարձրացրեք ծափերը, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո եւ բարի գալուս։ Գիտեք ինչն է կյանքում ամենահաճելին։ Ոչ թե լավ ապրելը, այլ սիրուն ապրելը։ Լավ ապրելը բոլորը գիտեն։ Գնացիր կարտոֆիլ, խաշեցիր, կերար, բայց թանկ ու սիրուն ապրելը դա արվեստ է։ Մեկ բաժակ սուրճը կապ չունի թե ինչ կարժենա, բայց խմողը պիտի կարողանա վայելել այն ճիշտ։ Հիմա պատկերացրեք դուք նստած եք ձեր համեստ հյուրասենյակում, հագած եք այն ինչ ձեզ այդ պահին հարմար է, գուցե վարտիկով եք, գուցե ամենաբրենդային շապիկով կամ առանց դրա, ու մեկ էլ կողքից մի գարշահոտ է տարածվում, որովհետև ժամանակին չեն հավաքել աղբը։ Ու հետո էլ TikTok-ը բերում է ոմանք Մալդիվներում շամպայն են վայելում ու հենց այդ ժամանակ մտածում ես էլի ես ինչ-որ բան իմ կյանքում չլինի սխալ ֆորմատով ա գնացել ու այդ թանկ ապրողները միշտ ունեն թաքնված թշնամիներ օրվա հոգսերի տակ կքվածների տեսքով հա բա հեղափոխությունները ինչի են լինում ըստ ձեզ որովհետև հարուստները հաբրգում են աղքատներն էլ նյարդայնանում կյանքը ընկերներ ավելի շատ արժե երբ դրա վրա ծիծաղում ես թանկ ապրողներն էլ էժան ապրողներն էլ վերջում նույն բանն են փնտրում զեղչերի բաժինը ու այդտեղ ամեն ինչ հավասարվում է իմ ասածներն է որ կապ չունի ինչ արժի կապ ունի թե այդ գիլկի պահածոն ոնց ես բացում եթե անես ճաշակով ու եթե այդ անելուց դու հավատաս որ դու կյանքի նկատմամբ սիրուն վերաբերմունք ունես դու հաստատ խաղաղ կլինես եւ հիմա ժամանակն է որ ձեր կյանքը անում ենք թանկ ճաշակով ու շատ ոճային ու համով երաժշտությամբ դրամատրություն բերող Rootsline and Friends բենդի շնորհիվ տղեկ բարի երեկո շնորհակալ եմ որ կերկինից հետ ներսում եք ինձ էլ եմ էլի դրա տակ սենց սղծնում ես լավ եք հրաշալի շատ ուրախ եմ որ կերկին ինձ հետ ներսում եք իսկ հիմա ժամանակն է գնալու V&M Ասում են, որ լավ ընկերությունը միշտ գինով է չափվում, բայց ես ասում եմ, իսկական ընկերությունը չափվում է կոնյակով։ Այսօր ընկերներ, ես ձեզ հետ չեմ խմելու սովորական խմիչք։ Ես ձեզ հետ խմելու եմ V&M կոնյակ 10 տարվա հնեցմամբ։ Սա կոնյակ չէ, սա կենսագրություն է։ Խմում ու հիշում ես քո առաջին հաղթանակները, թե այն պահը, երբ սառնարային լուրը բացելիս պարզեցիր, որ ուտելու բան չկար, բայց այս երեկո մենք շատ թանկ ենք ապրելու, գոնե մեկ բաժակով ու գոնե մեկ ժամով։ Գնացիք։ Շուտով ներս կգա այս երեկոյի առաջին հյուրը, իր գեղեցկությամբ, տաղանդով ու անկեղծությամբ հայտնի դերասանուհի Անի Երանյան։
Եկեք վերադարձանք, դրսում արդեն աշուն է, ձմեռը մոտ է եւ մարդիկ բազում են նոր բաճկոնների հետևից։ Այսօրին ամենաշատը վաճառվում են տաք շալվարներն ու բաճկոնները։ Ու կարևոր չէ, որ մարդիկ տեսնեն դու Zara ես ակել թե Louis Vuitton, ի վերջո աշնան քամին բոլորիս շալվարի մեջ էլ նույն կերպ է սողոսկելու։ Բայց ինչ էլ լինի, նոր սեզոնը նոր հնարավորություն է ու հա, նոր տրենդային հագուստ բոլորս էլ ուզում ենք։ Ձեզ մի սահմանափակեք ու գեղեցիկ իրեր ձեռք բերեք։ Դրանք սիրուն ապրելու մասին իմ այսքան ասածի դրսևորումներից են։ Հիմա եկեք ներս հրավիրենք մի անձնավորության, ով իր ներկայությամբ միշտ թարմություն, տրամադրություն եւ գեղեցկություն է բերում։ Դիմավորեք Անի Երանյան, ներս արի։ You just want attention, you don't want my heart. Maybe you just interrupt me, someone new. You just want attention, out of from the start. You just making sure I'm never getting over you. What are you doing? What are you doing now? What are you doing? What are you doing now? What are you doing to me? What are you doing now? What are you doing to me? What are you doing now? Սիրելի Անի, բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում, շատ շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Ոնց ես։ Ապրես ներս ջան, ես էլ եմ շատ ուրախ, շատ լավ։ Քո մոտ ոնց կարելի է վատ լինել։ Հրաշալի, ես էլ շատ ուրախ եմ, որ ներսում ես։ Մանավանդ sense հյուրասիրությունը։ Սկիզբը պիտի լավ լինի միանշանակ մեր զրույցի։ Ան, դու հանրությանը ծանոթ ես որպես դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի, այս ամենից որն է քեզ ամենաշատը ուժ տալիս եւ որն է ամենաշատը քեզնից էներգիա խլում։ Ես դերասանուհի եմ։ Ահա։ Երգելը իհարկե ունեմ երաժշտական կրթություն, բայց դա հոբի է։ Բայց ես չեմ կարող չասեմ, որ երևի 2008-9 թիվներ այդ ժամանակ ես շատ փոքր էի ու Nokia 6300 ունեի, որի ականջակալները դնում էի, նստում էի 9 համարի գազելը, իջնում էի երգի թատրոն, ժտեմի քո հայերեն տարբերակը լսելով։ Այդ ես ման եմ գալիս, չկա, դու կարող ես ունենալ։ Ես այդ հեռախոսից չիպը որ գտնեմ քեզ կուղարկեմ։ Հա, գա տենց բան։ Բայց ես լիարժեք եմ իմ մասնագիտության մեջ դերասանուհի։ Հրաշալի։ Ամենալավը բնականաբար քեզ այդտեղ ես զգում։ Դե նաև կանադառնանք այդ դեպքում բեմ թե էկրան այդ հարցին, որը էլի մշտական հարց է կարծում եմ դերասանների կյանքում։ Լավ, բայց որնա օքեյ, բարձր որ սա քեզ ամենաշատն է ուժ տալիս։ Իսկ այդ երեք ենթակետերից որ նշեցի, որնա քեզ ամենաշատը հոգնեցնում, նյարդայնացնում, ինչն ես անում, որ հասկանում ես կարելի է սա հանել։ Դե հանել եմ կորպորատիվներ վարելը։ Դա հանել եմ, որովհետև դա իսկապես նյարդայնացնում է։ Մնացածը չէ։ Երգել օրինակ, երբ որ տենց տրամադրությունը հավաքվում է հոգեպես ինչ-որ բան, վերջերս մամայիս մասին, երբ որ Ամերիկայից երգեցի, երգում եմ, բայց դե երջանկանում եմ եւ լիարժեք եմ ու ապրում եմ ես իմ մասնագիտությամբ, երբ որ նկարահանվում եմ։ Հրաշալի։ Okay, հերոստատեսությունում աշխատելիս երբևէ մտածել ես, որ լավ, ես իմ տեղը չի, ես բեմում ինձ ավելի ազատ եմ զգում բեմը, մի խոսքով բեմը քեզ երբևէ եղել է, որ ավելի գայթակղի։ Չէ, երբևիցե չի եղել այդպես բան, բայց գուցե այն է պատճառը, որ ես ներկայացումների մեջ չեմ եղել, թատրոնում չեմ եղել։ Գուցե դա պատճառը, կոմերցիոն ներկայացումների մեջ եղել եմ, բայց այն թատրոնի կյանքը, որը որ դերասանները ապրել են, ցավոք սրտի ես չեմ ունեցել։ Եվ գուցե ուրախություն։ Ոչ մեկ չգիտի։ Ան, երկար դադարից հետո ինչը քեզ բերեց Հայաստան եւ որովհետեւ դու աշխատում ես Միացյալ Նահանգներում։ Նախ դեռ չէի կարողանում գալ եւ երկրորդը նկարահանում էինք Full House-ի գեղարվեստական ֆիլմը, որ կարծում եմ առանց Տաթևի կերպարի այդքան էլ ամբողջովին չէր լինի, այդ է պատճառը, որ եկել եմ առաջնահերթ։ Հետո բնականաբար կարոտել էի արդեն բոլորին, դա ոնց որ զուգադիպեց երկուսը մեկում։ Ինչքան ես մնալու։ Գնում եմ հեսա։ Գնում ես հեսա։ Բայց պատմիր ինձ ուրեմն քո էմոցիաների մասին մի քիչ Հայաստանում լինելուց։ Այդ պետք է ապրես, այդ պատմելու չի։ Ես իսկապես չէի պատկերացնում իմ ու մամայիս հանդիպումը 5 տարի չէի տեսել։ Այն որ ինձ էի կարոտել Հայաստանում, իմ այստեղի ընկերներին էի կարոտել, ամեն ինչը այստեղ կարոտել է ու հիմա սենց տխուր էլի հետ եմ։ Շատ էմոցիոնալ վստահ։ Շատ էմոցիոնալ հավաքված գնում եմ, այնտեղ շարունակեմ աշխատել ու արդեն կարծում եմ ավելի հաճախ կգամ։ Հուսամ այս ընթացքում հավաքած քո էմոցիաները քո մարդկանցից Հայաստանից քեզ
այս ինտերվալում կբավարարեն մինչև հաջորդ վերադարձը Հայաստանը։ Հույս ունեմ հունվարի 29-ին էստեղ լինել մեր պրեմիերային։ Իսկ այդ ժամանակահատվածը 5 տարի հետ համեմատ ինձ թվում է բավականին կարճ է։ Չնչին է, միանշանակ։ Լավ, բարձր ի սկզբանե էլ գիտեի, որ պատասխանն այդպեսին է լինելու 3 մասնագիտությունների հետ կապված, որոնք ես թվեցի։ Դրա համար խոսենք միանշանակ ավելի շատ այդ մասին ու որպես դերասանուհի, չգիտեմ, ես հարցումն ես չեմ սիրում, որ ինձ երբ տալիս են, բայց ես պիտի իմացամ որպես հարցազրույցավար։ Այ կա տենց մի դեր կերպար, որ դու մտածել ես այդ մասին, երազել ես որպես դերասանուհի ու դեռ քեզ չեն առաջարկել այդ դերը։ Չունեմ տենց պատասխան եւ երբևիցե այդ հարցին չեմ կարողացել պատասխանել։ Չեմ կարողացել պատասխանել սիրած դերասան, դերասանուհի հարցին չունեմ, սիրած ֆիլմ, այսինքն կան դերասաններ, որոնց սիրում եմ այս ֆիլմում, կա, չգիտեմ, ինչ-որ ֆիլմ, որը ինչ-որ բանով ինձ գրավում է, չէ, չկա տենց բան։ Հուսով եմ, բայց դեռ այն կերպարը կլինի, որը ես պիտի խաղամ։ Հասկացա։ Կոնկրետ ֆավորիտ բաներ չկան, ասես։ Այ օրինակ, չէ։ Արի խոսենք Full House-ից, որովհետև հենց նոր ասացիր, որ հունվարի 29-ին Այո։ մեծ հույս կա, որ դու կլինես նորից Երևանում, որովհետև այդ օրը սպասվում է Full House-ի մեծ պրեմիերա Հայաստանում։ Պատմիր մեզ Full House-ից։ Ես մի հատ ֆանտաստիկ պատմություն գիտեմ, ինձ Գրիգորը պատմեց, միասին նկարումների ենք վերջերս, ու ասաց, որ այդ գաղափարը Մենչի եւ Գրիգորի մոտ ծնվել է հենց Ներսարիում, երբ իրենք հյուր են եղել այստեղ միասին էլի տարիներ անց, ու ուղղակի կուլիսներում մինչեւ հաղորդման սկիզբը զրուցելիս այդ գաղափարը ծնվել է ու ես շատ ուրախ ու երջանիկ եմ, որ դա եղել է հենց իմ տաղավարում։ Ոտ, խնդրեմ, գաղտնիքներ են բացում։ Հիմա կոերտնա գաղտնիքներ բացելու։ Դե ինչ ասեմ, մեր մոտ նախ ներկայացումներից սկսած էր շատ կարոտած, որովհետև վերջերս Միացյալ Նահանգներում 10 տարի անց Full House-ի ներկայացումներ արեցինք ու 10 տարի անց հավաքվեցինք իրար գլուխ, էլի այդ կարոտը, այդ ոգևորությունը ու հիշում եմ առաջին օրը, որ պետքա բեմ բարձրանայինք, 3 համերգ ունեինք, առաջին օրը բոլորս կուլիսներում կանգնած, երբևիցե տենց զգացողություն չենք ունեցել, ոնց որ մեր վերջին զանգը լիներ, ուրիշ անհանգստություն էր, այդ կարոտը, այս տարիները, սենց իրար հետ խառնվել էին ու սենց մենք պետքա դուրս գանք բեմ, սաղը սենց դողում ենք, այնքան հետաքրքիր էր, ու մենչև որ ասենք այդքան տարվա փորձ ունի, չեմ ասում, որ շատ մեծ է, չնայած որ վստահաբար շատ տարիների փորձ ունի, ինքն էլ ասում է, երբևիցե չեմ ունեցել սենց զգացողություն բեմ դուրս գալուց առաջ։ Ու բնականաբար դրանից հետո երբ որ արդեն խոսքը գնաց ֆիլմի հետ կապված, որ նորից միասին պետքա ապրենք, նորից միասին պետքա ինչ-որ մեր Full House-ը նկարանենք, շատ սիրուն էր, շատ հավես էր, ինձ թվում է շատ լավ բան ենք արել, որը ոնց սիրել են մեր սիթքոմները, հուսով եմ այս ֆիլմն էլ տենց կմնա էլի մարդկանց սրտերում։ Ոնց անցան նկարանումները, որտեվ վստահ եմ, որ գերեմոցիոնալ իրավիճակ ա եղել 10 տարի անց եւ նախքան դա դուք գրեթե 8 տարի, 9 տարի միասին ապրել եք, չգիտեմ, համարյա կենցաղ եք կիսել իրար հետ։ Մենք իրար հետ ավելի շատ էինք լինում, քան տանը իրականում, որովհետև այստեղ նկարահանումները անում էինք, գնում էինք շրջագայությունների, գալիս էինք նկարահանումներ անում էինք, գնում էինք շրջագայությունների, իսկապես իրար հետ ավելի երկար ենք այդ տարիները ապրել։ Շատ հավես։ Ուղղակի ես չեմ կարա բացատրեմ մեր կոլեկտիվը ինչ կոլեկտիվ է, այնտեղ երբ կային մարդիկ նկարանող խմբից, որ առաջին անգամ էին մեզ հետ աշխատում ու իրանք կփաստեն եւ իրանք էին ասում, որ չենք տեսել ուղղակի sense կոլեկտիվ, sense սեր, sense այն որ sense ձեռքի բռնած, չգիտեմ ոնց ասեմ։ Ֆանտաստիկ լավ օրեր ենք ունեցել, որը էլի բնականաբար կկարոտենք։ Հրաշալի։ Լավ, դերասանական աշխարհում մրցակցությունը շատ մեծ է ու ինչն է քեզ առանձնացնում մյուսներից, ինչն է որ դու միշտ կարողանում ես լինել կիզակետում ու միշտ հետաքրքրված են քեզ նոր մարդիկ։ Ինձ թվում է այն, որ ես իմ տեսակով ուղակի որպես մարդ դերասան չեմ։ Այդ դրանով է տարբերվում երևի։ Դրանով եմ տարբերվում։ Դիպուկ պատասխան։ Դիպուկ պատասխան։ Շատ դիպուկ պատասխան։ Գնանք ուրեմն սոցիալական ցանցեր դեպքում ու քո սոցեջերը շատ լի են լուսավորությամբ, դրական էներգիայով, լավ տեքստերով, սպիտակ էներգիայով, այս ավելի շատ քո իրական կյանքն է, թե օրինակ սա կերպարը, որ դու մտածում ես, որ սա պրոյեկտի մի մասն է, որովհետև սոցիալ մեդիան այսօր շատ ուժեղ զենք է։ Ես մաքսիմում անկեղծ եմ, բայց բնականաբար անկեղծությունը պետք է ունենա չափ, որովհետև չպետք է մոռանանք, որ մարդիկ առաջնահերթ նայում են Անի Երանյան դերասանուհուն։ Փորձում եմ համատեղել, բայց եթե ինչ-որ բան եմ խորհուրդ տալիս կամ ինչ-որ բանով կիսվում եմ, դա վստահաբար անկեղծ է լինում։ Հասկացա։ Բայց Instagram-ը sense մի քիչ
վտանգավոր բան է, չէ՞, օրինակ, շատ անկեղծ լինելու դեպքում երբեմն դառնում ես շատ Իհարկե, կենցաղային իհարկե։ TikToker, ոչ անկեղծ լինելու դեպքում այդ ամեն ինչ այնքան ֆեյքավոր մարդիկ չեն ընկալում։ Ներս դու չես կարա պատկերացնես ես ինչքան հեռու եմ ուղղակի այդ ամեն ինչից ու ինձ ինչքան ոչ մեկ ասենք image նայելուց երբևիցե չի պատկերացնի որ այն մարդիկ ովքեր իմ edge-ի հետ կապված կամ ինչ պետք է անեմ դրա հետ կապված ինձ sense անընդհատ ոնց են բզում որ անի նոր ֆոտո է պետք անի նոր վիդեո է պետք անի սա պետքա գցենք այսինքն ես ընդհանրապես social media-ի մարդ չեմ բայց քանի որ գիտեմ որ այսօր դա է նաև մեր գումար աշխատելու ինչ որ մասը մարդկանց ինչ որ բաներ ցույց տալու social media-նա ուզենք թե չուզենք պետքա լինենք այդտեղ Այո, բայց իսկ ես շատ լավ հասկանում եմ, դեռ ես էլ եմ անընդհատ այդ անդադ խոսակցությունների մեջ։ կռիվ Ամաչում եմ ես ուղղակի։ Okay, գնանք առաջ ու պատկերացրու հիմա դալիճում նստած էր կամ էստես աղցիկի հետևում քեզ նայում է 18 տարեկան Անի Երանյանը, ինչ կասեիր իրեն։ ինչ կասեի իրա կասեի որ այն ինչին դու հավատում ես դու հաստատ դրան հասնելու ես ընդհանրապես հետ չնայես ու միշտ առաջ գնա տենց էլ ասել եմ Հրաշալի։ Հուսով եմ որ այն 18 տարեկանները որ լսեցին, ովքեր հիմա իսկապես 18 տարեկան են, կֆիքսեն այս տողերը ու կառաջնորդվեն դրանցով։ Գանք էլի մասնագիտությանը Միացյալ Նահանգներում մեր մասնագիտությամբ սարսափելի դժվար է։ Ճողոպրելը, հա, ասենց ասեմ, ինչ ես դու անում, ինչ ես դու մտածում, այնտեղ թվացյալ ավելի մոտ լինելով մեծ կինոաշխարհին։ Դե ցավոք սրտի որ հայկական շուկան այնտեղ շատ ավելի վատ վիճակում է, բայց վերջերս արեցի իմ պրոդյուսերական առաջին ֆիլմը 16 մասից բաղկացած ու հիմա փորձում եմ այնտեղ նաև այդ ուղղությամբ գնալ եւ փորձել ինչ որ չափով հնարավոր չափով ավելի որակյալ բան ցույց տանք հեռուստադիտողին։ Իսկ այդտեղ համատեղում էր նաև որպես դերասանուհի Որպես դերասանուհի, այո, ես ու Մոսոն Երեմյան միասին արեցինք այս ֆիլմը, հիմա արդեն եթերում է, բավականին լավ արձագանքներ ենք ստանում ու կարծում եմ, որ մեկը մյուսից գնալով ավելի լավը կլինի։ Իսկ առաջին փորձից հետո որպես պրոդյուսեր ինչ հասկացար։ Հասկացա, Արդյոք դու որ- պատրաստ ես այդ մի սարսափելի բեռնել վերցնել։ Հա, որովհետև ես շատ եմ ուզում, որ այնտեղ ինչ որ ձև զարգանա։ Ուզում եմ ինչ որ 0.1% փորձեմ ինչ որ բան փոխել, բայց վստահաբար հավատա ինձ այնտեղ շատ դժվար է, շատ, որովհետև շատ մարդիկ, ովքեր մասնակցություն են ունենում այդ process-ին, իրանք ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեն, բայց նաև ունենք մասնագետների պակաս, որը ինչ որ ձև պետքա փորձես լրացնել։ Կադրերի իմաստով, հա, Հա, կոնկրետ։ հա։ Իսկ այնտեղ ապրելով այս ամեն ինչի հետ զուգահեռ կան նաև, չգիտեմ, մտքեր, պատկերացումներ, պլաններ մեծ կինոաշխարհում որևէ քայլեր անելու։ Չգիտեմ, թեկուզ ինչ որ ագենտից սկսած, ագենտ ունենալուց Սկսել եմ արդեն դրա մասին մտածել, հիմա կարծես ես 5 տարվա մեջ ինչի չես մտածել, որովհետև ավելի շատ մտածելու բաներ ունեի, բայց հիմա մտքիս կա, չգիտեմ, չեմ կարող ասեմ, որ տենց հա, պետքա գնամ, պայքարեմ, հասնեմ, չէ, բայց գուցե ինչ որ ագենտի հետ համագործակցեմ, գուցե ինչ որտեղ կաստինգ ստուդիաներում իմ պորտֆոլիոն ներկայացնեմ, գուցե։ Բայց որ ասեմ տենց այն 18 տարեկանի պես եմ որ երազում եմ որ ես հա տենց բան չկա որովհետև ավելի ռեալ եմ նայում եւ հասկանում եմ որ ես այլևս 18 տարեկան չեմ եւ դերասանի համար տարիքը շատ կարեւոր է ամեն օրը դրա համար խմենք սառիթով խմենք Խոսեցիր նահանգներում հայկական ինդուստրիայի դժվարությունների մասին, մի քիչ կուզեմ ավելի մանրամասն վերլուծենք կամ մեզ պատմես այնտեղ կատարվողի մասին, վստահ եմ որ այնտեղ ունենք շատ դերասաններ, արտիստներ, ովքեր երբեմն նաև անգործ են մնում կամ առհասարակ շուկան այնտեղ ոնց է շնչում, ոնց է աշխատում։ Ներս այնտեղ դերասանն ու մեծ մասին եմ խոսում, հա, ոչ թե բոլորի, բայց զբաղվել այդ մասնագիտությամբ, այսինքն նկարանվելով հայկական ֆիլմերում դու չես կարող այնտեղ ապրես։ Այսինքն դա պետքա լինի ուղղակի, որպեսզի դու մնաս քեզ չմոռանան, որպեսզի դու այն քաղցը կամ կարոտը քո մասնագիտության կարողանաս առնես զուտ դրա համար։ Հասկացար։ Ինչը կապված է կադրերի հետ։
Սենց նայում ենք, որ շատ մարդ է եկել այնտեղ, բայց տենց չի իրականում, երբ որ հերթ հասնում է կաստինգի եւ դու պետք է ընտրես, դու հասկանում ես, որ չէ, նախ այդքան շատ մարդ չկա, երկրորդը մի 2-3 հոգի են այնտեղ ֆիլմ նկարում ու ոնց որ բոլորը անընդհատ ոնց որ նույն մարդկանց վերցնում ես բերում ես դու ես նկարում, այս մարդկանց վերցնում են տանում են այնտեղ են նկարում, դա էլ հետաքրքիր չի։ Ցիկլա ինչ որ։ Եվ պլյուս օրինակ հնչյունային ռեժիսորի խնդիր ունենք։ Մենք այնտեղ կա 1 կամ 2 հնչյունային ռեժիսոր։ Ռեժիսորի հետ խնդիրներ ես էլ ունեմ։ Հա, որ օրինակ պետքա սպասես, այս մեկը իր ֆիլմը ավարտի, որ կարողանաս նկարես, որ ունենաս հնչյունային ռեժիսոր կամ մի խոսքով սենց ինչ որ բաներ։ Կամ հնչյունային ռեժիսորը ոչ մի չի գալի նկարանման։ Հա, կամ չի գալիս նկարանման հրապարակ, այդ ոնց հասկացա դու կոներսից երազում սրտացի խնդիր։ Ինչ որ բաներ։ Մի խոսքով այդտենց ինչ որ բաներ կամ օպերատորները, որոնք բնականաբար ամենօրյա իրանց կորպորատիվ նկարահանումներով կարող են ավելի շատ գումար աշխատել ու երբ որ դու հասկանում ես բյուջեն այնտեղ, այսինքն քո ծախսվող գումարը ավելի շատ է, քան ինչը որ քեզ պետքա մնա կամ վերադառնա, այդ մարդիկ ոնց որ չկան, պետքա ինչ որ ձև sense մի խոսքով լավը ստանալու համար իսկապես պետքա շատ ջանք թափես ու շատ սիրես այդ գործը, շատ ուզենաս ինչ որ բան փոխես։ Քանի որ խոսեցինք հնչյունային ռեժիսորներից, ես ուզում եմ ողջունել իմ շատ սիրելի հնչյունային ռեժիսորներին, Երգեբեզական թատրոնից Արտակին, իմ լավ ընկերոջում է 18 տարի մենք բեմ ենք Կիսուն տեխնիկային թատրոնի Կատյային, ով 6 տարի արդեն իմ կյանքում կա որպես հնչյունային ռեժիսոր, եւ իհարկե Ներսարի ֆանտաստիկ հնչյունային ռեժիսորներին պիտի ողջունեմ Վահին եւ Արամին, իմ շատ սիրելի մարդկանց, ովքեր եւս 5 տարի ամեն ինչ անում են, որ ես ներդաշնակ միջավայրում աշխատեմ, այլ ոչ թե կյանքս դժոխքի վերածվի։ Շնորհակալ եմ ան։ Հուսով եմ, որ մենք քեզ հունվարի 29-ին կտեսնենք Երևանում։ Վստահ եմ, որ բոլորը քեզ, ինչպես եւ ես սպասում էի, շատ գրկաբաց, շատ ջերմ, շատ կարոտած, որովհետեւ վստահ եմ, որ դու շատ շատերին հայերին տվել ես շատ ջերմ ու դրական էմոցիաներ ու մեծ հույս ունեմ, որ դա քեզ շատ մեծ ալիքով տարիներ շարունակ վերադառնում է։ Ապրես շատ, իմ համար էլ է շատ ջերմ, հավես, կոմոդ լինելը։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ, որ ներսում էիր, քեզ հաջողություն քո բոլոր մտքերում, կհանդիպենք 26-ին արդեն, կրկին ներսում հուսով եմ։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտող կշարունակենք Ներսարի գիշերային շոուն կարճատև դադարից հետո, մնացեք ինձ հետ, որտեվ ես էլի հյուրեր ունեմ, գնացինք։ Դու ասում ես հազար տեսակ նազենազ Քեզ տեսնելիս մաչում եմ յատ վազեվազ Դու ասում ես հազար տեսակ նազենազ Ինձ տեսնելիս մաչում ես յատ վազեվազ Throw me down, they let me have the crown. Ooh, jealousy, ooh, jealousy, ooh, jealousy, ooh, jealousy. Մենք վերադարձանք եւ գիտեք ես միշտ մտածել եմ թե ինչն է կյանքը հեշտացնում։ Օրինակ մեկն ասում է լավ ընկերները, մյուսն ասում է թանկ կոնյակը, բայց մեր հաջորդ հյուրերը կհամաձայնեն, որ կյանքը հեշտացնում է նաեւ շատ ճիշտ ու լավ ինտերնետը, որովհետեւ պատկերացրեք այսօրվա քաոսում դուք շատ հեռվում եք գտնվում եւ ուզում եք սեր խոստովանել մի մարդու, ով երկրում չէ եւ խափանվում է Wi-Fi-ը, նաեւ FaceTime-ը, մի խոսքով հասկանում եք, որ նրա ժպիտը կմնա սառած ձեր էկրանին։ Թե ինչու այս մարդիկ մեր կյանքի անտեսանելի փրկարարներն են։ Այսօր մեզ հետ են F-Net Telecom ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գևորգ Եգիբարյանը, F-Net Telecom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սոնա Մադոյանը եւ F-Net Telecom ընկերության բիզնես գործընկերների ներգրավման բաժնի ղեկավար Սիլվա Աճեմյանը։ Ներս եկեք։
Բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում, շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք ու գիտեմ, որ շատ պետքական բանից պիտի խոսենք միասին վարկաններ անց։ Բարի գալուստ ներս։ Շնորհակալություն։ Գեորգ, գանք ամենասկզբից։ Ինչ շատ հետաքրքիր է, թե ինչ ճանապարհ է անցել F-Net Telecom-ը մինչև դառնալ Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը։ Նախ շնորհակալություն Ներսես ջան հրավերի համար, հաճույք է այսօր այստեղ գտնվելը ու ձեր հետ ձեր հաղորդման ընթացքում պատմել մեր կազմակերպության մասին։ Հեռավոր 2009 թվականին 16 տարի առաջ միտք ծագեց, հավաքվեցինք ընկերներով, որոշեցինք, որ հեռուստաալիքներով զբաղվենք, կաբելային հեռուստաալիքներով զբաղվենք։ Ու 5-րդ մասիվում մի հատ փոքր գարաժից, հա, տենց հետաքրքիր Apple-ի պատմությունն ենք։ Հիմա ուղիղ 5-րդ մասիվում փոքր գարաժից 15 քառակուսի մետրանոց գարաժից, որի կեսը ինչ որ սարքավորումների համար էր նախատեսած, կեսը համ գրասենյակ էր, պահեստ էր, հանդիպումների սենյակ էր, սենց ամեն ինչ, հա։ Ամեն ինչ էր, հա։ Այդտեղից սկսեց F-Net-ը իր առաջի քայլերը անել։ Կառուցեցինք ցանց փոքր թաղային օպերատոր եղանք, տրամադրեցինք ալիքներ ու կամաց զարգացանք նրան, որ արդեն ամբողջ Երևանում, Հայաստանի 7 մարզերում տրամադրում ենք օպտիկա մանրաթելայինով ինտերնետ, հեռուստաալիքներ, տարբեր տեսակի հավես բաներ ենք տրամադրում մարդկանց, պահում ենք որակը, շնորհակալ ենք բոլորից, ով օգտվում է մեզանից։ 16 տարի ճանապարհ եք անցել։ 16 տարի հետաքրքիր ճանապարհ ենք անցել, ունեցել ենք բազմագույն դժվար օրեր, լիքը կռիվներ թիմում, թիմից դուրս, բարիշել, հավես ու դժվար օրեր, բայց մի հատ կարևոր բան ենք հասկացել 16 տարիների ընթացքում, ոնց որ ձեր հաղորդումը, կա երևի 100-ից ավել ուրիշ հաղորդումներ տարբեր հեռուստաալիքներով, բայց ոնց որ հետաքրքիր հաղորդումները տարբերվում են ու այդ գալիս է իմ կարծիքով գալիս է նրանից որ հաղորդումները ոնց որ գտնում են մի հատ ցավ հեռուստադիտողների մոտ ու սկսում են այդ ցավի մասին խոսալ կլինի հումորային կլինի ինչ որ բացահայտողական բանով մենք էլ այդ գաղափարով շարժվեցինք 200-ից ավել օպերատորներ կան Հայաստանում ովքեր տրամադրում են ինտերնետ ու չեմ Հայաստանի համար այդ սարսափելի մեծ թիվ է սարսափելի մեծ թիվ է ու չեմ խափի որ ասեմ տենց 200-ի մոտ վատ որակա, մեր մոտ են սուպեր որակա, դրա համար մարդիկ գալիս են մեր հետևից։ Բոլորինն էլ գրեթե նույնն է որակը, մի քիչ էսկոմ, մի քիչ ենկոմ, Ներսես ջան։ Մենք եկանք այն գաղափարին, որ մենք էլ պիտի գտնենք այդ ցավը, մարդկանց լավ ինտերնետ ենք տալի, այսօր համարյա թե մարդկանց կյանքում ամեն ինչն է ինտերնետով, սովորելը, գործը, հա, այնտեղ իրար հետ շփվելը, իրարից տեղյակ լինելը, հասկացանք, որ այդ ամեն ինչը կարան բոլորը, ինչ անենք, որ մենք ուրիշ բանով գայթակղենք, առանձնանանք, գայթակղենք մարդկանց, որ օգտվեն մեզանից, ու եկավ այդ գաղափարը, որ մարդիկ ամեն օր օրվա մեջ ամենաշատը գնում են տուն ու տնից դուրս են գալի, ու կամ իրանց երեխաները բակում խաղում են, ինչ անենք, որ այդ process-ը հավեսը լինի, էլի, անվտանգ լինի, ապահով լինի, հեշտ լինի, հարմար լինի, ու եկանք այդ գաղափարին, որ մենք պետք է մուտքի դռները սարքենք ապահով, հեշտ, հարմարավետ ու ստեղծեցինք ու եկանք այն գաղափարին, որ ստեղծենք հավելված, տեղադրենք դամաֆոններ, խելացի դամաֆոններ ու կարողանանք հավեսով կառավարել մարդկանց հնարավորություն տանք հավեսով կառավարեն իրենց կյանքը։ Ունեք այդ ֆանտաստիկ բանը։ Ես առաջին անգամ որ այդ տեսա ապշել էի ու ես կյանքում չեմ ասել շենքում ապրել, որտեղ ես մեծացել եմ գյուղում միշտ առանձնատանը ու ինձ համար խնդրեմ էր հետո նույնիսկ երբ որ տեղափոխվել եմ Երևան ու Վարչով էի ապրում ինչ որ տարիներ բնակարանային կյանքին չէի կարողանում հարմարվել, բայց օրինակ այդ դամաֆոնի որը ասում էի, բայց ես օրինակ մեծ պլյուս է մի հատ բերում, նաև որտեվ իմ համար այդ պատժեզը մուտքը կիսելը, կոդերը բան միշտ քաոտիկ էր այդ իմ համար, ու ես առաջին անգամ տեսա որ կարելի է FaceTime-ով կամ ուղակի Face-ով բացել դուռը կամ հեռախոսով ուղակի սխմել կնոպկեն որ դուռը բացվի, ինձ թվում է մանավանդ ընտանեկան կենցաղ վարող մարդկանց կյանքում էս շատ կարևոր առավելություն է, էլի, ովքեր ունեն երեխեք, բան շարժը ավելի շատ է տան բնականաբար։ Իհարկե, շատ հեշտացնում է մարդկանց կյանքը, ասեմ իդեպ արդեն այս վերջի սերնդի դամաֆոնները ունեն մի հատ էլ ավել առավելություն, կարողանում ես Bluetooth-ով ֆիքսես դամաֆոնը քո հեռախոսին ու ենթադրենք ասես ծանր գալիս ես առևտրով, այլ ոչ հեռախոսա պետք անել, ոչ կնոպկա պետք սխմել, որ ինքը Bluetooth-ով ճանաչում է հեռախոսը, դուռը բացվում է, ասում է F-Net Telecom-ը ողջունում է քեզ։ Վաու։
Իսկ սա միայն բնակելի շենքերն է վերում, թե օրինակ մարդիկ ովքեր ունեն առանձին մուտք, առանձին տուն, իրենք կարող են իրենց Մենք տանը ևս բոլորին կարող ենք տրամադրել առանձին սեփական տների համար առանձին լուծում ունենք, հա, իրանց համար նույն ֆունկցիոնալով բազմաբնակարան շենքերի համար առանձին լուծումներ ունենք ոնց որ մեքենաների արգելափակոսները էլի խելացի, որը համարներ է ճանաչում, հայլիները գողանալու դեմ, կամ օրինակ համարները գողանալու, ֆարերը, այդ բոլորից գողացել է իզնից, դրա համար ցավոտ կետա։ Մենք այդ ցավը ոնց որ ամենաշատն ենք տեսնում ու չենք տեսնում, մինչև չզբաղվեցինք այս բիզնեսով, ինչի համար ենք ամենաշատը տեսնում, որտեղ ունենք այս պայն տեղադրած արդեն մոտ 2000 բազմաբնակարան շենքերում դամաֆոններ, ու այդ դամաֆոնները, քանի որ ինքը 24 ժամ ձայնագրում է ինչ է կատարվում իր դիմացը, ձեր ասած ինչքան գողություն, վատ դեպքեր, հա, կպատահեն այդտեղ, այդ բոլորը ձայնագրվում է ու մենք շատ հաճախ ոստիկանությունից ունենում ենք ամեն օր գոնե մի քանի անգամ ունենում ենք այցեր, որ մեզ տրամադրեք այս ինչ հասցեի ձայնագրությունը ու տեսանյութերը ու փառք Աստծո այդ տեսանյութերի հիման վրա բացահայտվել է բազմաթիվ այդտենց գողությունների կամ վատ արարքների գործեր, որի համար ես ու մեր թիմը շատ մեզ լավ ենք զգում։ Այսինքն համագործակցություն կա նաև ոստիկանության հետ։ Բոլորի հետ, ուզում ասեմ, եթե նույնիսկ մարդուն ինչ-որ բան է պետք, ենթադրենք այս վերջերս հեռախոս էին դրել, մոռացել էին, մեր կամերայով տեսան որտեղ է այդ հեռախոսը, ոնց ու տենց գտան իրանց հեռախոսը։ Ուզում ասեմ, ինչի գործը չէ լացնում ոստիկանության, իրանք բացահայտում են այդ գործերը։ Հրաշալի։ Սոնա, որպես մարքեթինգի ղեկավար, ի՞նչն է ամենամեծ մարտահրավերը տեխնոլոգիական ծառայությունների, հանրային լեզվով ներկայացնելու հարցում, որ մարդիկ շատ մատչելի կերպով հասկանան, որ ախպեր, հաստատ պետք է այս մարդկանց հետ գործ ունենալ օրինակ։ Մանավանդ փոքր շուկայում այսքան շատ ալտերնատիվ առաջարկների ֆոնին։ Համաձայն եմ, բարդ է, բայց մարտահրավերը ավելի շատ ոչ թե ներկայացնելու մեջ է, այլ ցույց տալ, թե տեխնոլոգիաները ինչպես են փոխում կյանքը։ Օրինակ, երբ որ ասում ենք խելացի դոմոֆոն կամ խելացի լուծումներ, բնականաբար շատերի համար անհասկանալի է ինչ է իրենից ներկայացնում ու իրական կյանքում ինչպես կարելի է օգտագործել այդ ամեն ինչը, բայց երբ որ ցույց ենք տալիս տեսականորեն, գործնականորեն, թե ինչպես կարող ես հավելվածով բացել մուտքի դուռը կամ նոր Գևորգը նշեց, ինչպես կարող ես հետևել քո երեխային բակում խաղալիս, ավելի ինժեներական լուծումը դառնում է ավելի հասկանալի մարդկանց համար ու ավելի հեշտ կիրառելի գործնականում։ Այսինքն մեր խնդիրը ավելի շատ ցույց տալն է, թե ինչպես կիրառել այդ տեխնոլոգիական լուծումները գործնականում եւ թե ինչ պլյուս են բերում, ինչ հարմարավետություն են բերում մարդկանց իրենց կյանքում։ Ավելի գրագետ կենցաղավարության վրա երևի, հա, թիրախը դներն է այս դեպքում ճիշտ է։ Այո, կարելի ասել մենք նաև մշակույթ ենք ձևավորում այս առումով, որովհետև շատ տեղերում մենք ցույց ենք տալիս այդ տեխնոլոգիական լուծման կիրառումը եւ իր արդյունավետությունը, հարմարավետությունը իրական կյանքում, ինչպես կարելի է օգտագործել այն։ Հրաշալի։ Հազար կներից ներս չան, այդ դեպք պատմեմ, շատ հաճախ մեր մոտ մեր հայկական իրականությունում sense բան է լինում, դամաֆոնները սովորաբար լինում են sense տրուբկաներով, հա, զանգը գալիս էր մեկ այդ մեր դրան մոտ տրուբկան վեկալում էր, ասում էր ալո, ոնց որ 90-ականներում հեռախոսով էին զանգում, ու տատիներին ու պապիներին շատ դժվար էր ելնում բացատրել, որ այդ նույնը ելնում է հեռախոսով, էլ պետք չի ամեն անգամ դժվար հելնել, տեղաշորից գնալ, հասնել դրան մոտ, տեսնել ով է, բայց վայնենա որ մի անգամ բացատրում ես, դրանից հետո օրշնակները սկսում։ Որից ինչ լավ բան բերեցիք, Ժորժ ջան, իրականում փոփոխությունը միշտ է դժվար ցանկացածի կյանքում, բայց որ հասկանում են գալուց հետո արդեն իրանք էլ չեն պատկասնում ինչև այդ ոնց են արել, հիմա որ սենց հեշտ է։ Հա, միանշանակ վստահ եմ, որ մեծահասակների համար մանավանդ գնալ-գալը, ովքեր մի քիչ էլ արդեն շարժողական խնդիրներ ունեն, շատ ավելի մեծ խնդիր է։ Սիլվա, բարև ձեզ։ Դուք պատասխանատու եք գործընկերների ներգրավման համար։ Այ ոնց եք համոզում բիզնեսներին, որ հենց ձեր լուծումներն են ամենահարմար տարբերակը իրենց համար։ Չնայած ես Սիլվայի հետ հենց հաղորդացա, հասկացա, որ ձեր էներգիան ունեցա, որ ինչ առաջարկեք, միանգամից մարդիկ ասել, այո, մենք աշխատում ենք ձեզ հետ, գնացիք։ Մենք չենք համոզում, Ներսես ջան, մենք ստիպում ենք։ Իսկ
ուղղակի եթե լուրջ, մեր հենց հաջողության գրավականը ոչ թե մեր մեկ առավելության, այլ մի քանի առավելությունների համադրությունն է, քանի որ բիզնես գործընկերների հետ առավել եւս պետք է շատ զգուշ լինես, շատ զգոն լինես եւ այդ ամբողջը կախված է քո տրամադրած ծառայություններից եւ մեր ամենամեծ առավելություններից մեկը, որ մենք անհատական մոտեցում ենք ցույց տալիս յուրաքանչյուր բիզնես հաճախորդին։ Այսինքն ուսումնասիրության փուլում միասին բացահայտում ենք բոլոր կարիքները, թե ինչ է անհրաժեշտ իրականում բիզնեսին, որպեսզի իր գործառույթները ցույց ավելի արագանան, բարեկարգվեն, բարելավվեն եւ այլն։ Մեր մյուս առավելություններից է նաեւ մեր սպասարկումը, որը նշեմ, որ շատ կարևոր է։ Մեր թիմը 24/7 սպասարկում է մեր բիզնես հաճախորդներին ցանկացած հարցերի դեպքում։ Կլինեն դրանք տեխնիկական, թե խորհրդատվական, մենք միշտ պատրաստական ենք մեր գործընկերներին մաքսիմալ սուպեր սպասարկում տրամադրել։ Նաև շուկայի մրցունակ հետևում ենք բոլոր մրցունակ փոփոխություններին, այսինքն որակ, գին, որ կարողանանք մենք էլ համապատասխան առաջարկներով կարողանալ մեր բիզնես հաճախորդների համար հանդես գալ։ Եվ վերադառնամ ձեր հարցին, մենք ոչ թե զուտ ասում ենք, թե ինչ ենք անում, այլ մենք մեր փորձով ցույց ենք տալիս, թե ինչքանով իրենց բիզնեսի առօրյան կփոխվի եւ կհեշտանան իրենց գործառույթները մեր ծառայություններից օգտվելիս։ Հրաշալի։ Եվ ուզում եմ, որ ինձ պատմեք նաև ձեր լուսավորվող վահանակների մասին, որովհետև կարծում եմ դրանք եւս եկել են հեղափոխություն անելու այս երկրում։ Լուսավորվող վահանակները Ներսես ջան, ինքը ի սկզբանե չի եղել դամաֆոնների հետ։ Եկավ այն գաղափարից, որ դամաֆոնները տեղադրում ենք անվտանգ է, իրանք իրականում մթության մեջ են շատ լավ նկարում, ոնց որ ցերեկ լինի նկարում են, բայց դա մի բան է, որ մարդը գալիս է իր մուտքի մոտ ու տենց մութ է, բան վախի զգացողություն կա ամեն դեպքում, մենք որոշեցինք, ասենք դե դնում ենք դամաֆոնը, դնում ենք, հեշտացնում ենք մարդկանց կյանքը, մեզանից ինչ է գնում, մի հատ էլ շարժման դաչիկ դնենք ու լուսավորություն դնենք, որ մարդը իր մուտքը միշտ լուսավոր գա տեսնի։ Ու դրանից հետո որոշեցինք, որ որքան դամաֆոն տեղադրել ենք, այդտեղ լուսավորվող վահանակներ դնենք, ու սրանից հետո որտեղ տեղադրենք դամաֆոն, լուսավոր դնենք, որ մարդիկ գան իրանց համար ցենց հավեսով մտնեն իրանց մուտքը լուսավոր, դուրս գան լուսավոր։ Հրաշալի։ Սոնա, նշեցիք, որ դուք ունեք լուծում նաև համատիրությունների համար։ Մի քիչ կխնդրեմ մանրամասնեք, հա, ինչի մասն է խոսքը, օրինակ այս նորարարությունների ու այդ ամեն ինչի համատեղումը ավելի կորպորատիվ ընկերությունների հետ, հենց թեկուզ համատիրությունների հետ։ Մենք ստեղծել ենք հետաքրքիր հարթակ, անվանումն էլ է շատ հետաքրքիր, հարմար է, անվանումը հենց ինքը ասում է ինչ է անում այդ մեր հարթակը, ավելի հարմար է դարձնում շենքի կառավարումը, շենքի կառավարիչների կողմից։ Բնականաբար դեռ մշակույթը շատ տարածված չէ մեր մոտ, ավելի շատ նորակառույցներում է, երբ որ շենքը հանձնում են կառավարողին եւ շենքի կառավարմամբ ամբողջությամբ զբաղվում է տվյալ մարմինը, տվյալ անձը կամ ինչ է անում մեր հարթակը։ Մեր հարթակի միջոցով բնակիչները կարողանում են այնտեղ քվեարկությունների մասնակցել, տարատեսակ հարցերի շուրջ իրենց վճարումները կատարել, սպասարկման հետ կապված տարատեսակ ծառայություններ պատվիրել, իսկ համատիրության ղեկավարները, իսկ կարելի ասել շենքը կառավարող մարմինները կարողանում են դրա միջոցով հեշտ ինֆորմացիա փոխանցել բնակիչներին, տեսնել միևնույն ժամանակ վճարումները, հասկանալ ինչ է կատարվում ընդհանրապես շենքում ու կոմունիկացիան հեշտացվում է այդպես։ Այսինքն մեկ հարթակի միջոցով մենք ավելի պրոֆեսիոնալ, արդի եւ հարմար ենք դարձնում շենքի կառավարումը։ Ես ուզում եմ նաև խոսենք նորարարություններից միասին, որտեղ 2025-ին վստահաբար այս տեմպի ու այս արագության մեջ, եթե չլինեք այս արագությանը համահունչ, հաստատ դժվար է լինելու ավելի առաջ տանել բիզնեսը եւ Գևորգ, հետաքրքիր է միջազգային փորձի փոխանակումը որքանով է ձեզ օգտում, հենց նաև նորարարությունների իմաստով AI-ի հետ աշխատանքը արդեն վստահ եմ, որ կան ինչ-որ բաներ, մի քիչ վերջում այս մասին մեզ պատմեք նաև։ Վերջերս չեմ, միջազգային փորձի հետ կապված ոնց որ մեր հայերից բախտը շատ է բերել, անընդհատ հեծանիվ օրինելու կարիք չկա, ոնց որ մեր հարևան երկրները կամ միջազգային երկրները ավելի զարգացած երկրները մեզ այդ մասում շատ լավ օրինակ են ծառայում, հա, ու կարելի է ուղղակի գնալ, տեսնել իրանց մոտ ոնց է այդ ամեն ինչը զարգանում, վեկալել, ադապտացնել հայկական շուկային ու սկսել
կիրառել Հայաստանում, հա, նույն դամաֆոնների գաղափարը, նույն տեսախցիկների գաղափարը, նույն համատիրությունների հետ կապված գաղափարը, ամբողջ աշխարհում շատ զարգացա այդ property management գաղափարը, որտեղ բոլոր բազմաբնակարան շենքերում կամ սեփական թաղամասերում, հա, որտեղ կա ինչ-որ փակ թաղամաս, օրինակ ոնց որ այստեղ Հայաստանում Վագնի թաղամասն է, կա ինչ-որ կառավարող համակարգ։ Այդ մարդիկ գործի են գալիս, էլի, դες չէ, իրենք ուղակի բնակիչ են ու ամել բան դասարանի ավակի պես մեկ նամակներ են գրում։ Ու մենք տեսանք այնտեղ ինչ է կիրառվում ու համեմատեցինք հայկական իրականություն, որ ինչ որ Facebook-ում կա չաթեր, հա, կա Excel ֆայլեր, կա եսի ինչ, կա WhatsApp-ում չաթ կա sense, ու հասկացանք, որ այդ ամենը պետք է բերել մի հատ հավելվածի մեջ, որ մարդիկ կարողանան իրանց այդ չաթագրությունը, իրար հետ խոսակցությունը պահեն միտեղ, ենթադրենք ինչ-որ շենքում մի բան է փչացել, կարողանան նկարեն, գցեն էդի որպես հայտ կառավարվող մարմնին, կառավարվող մարմինը կարգավորի հետ պատասխանի, որ բոլորը տեսնեն, որ կարգավորվել է։ Հետո հաշվետվություններ, հավաքագրվող գումարներ, կարճ ասած այնտեղ չգիտեմ, օրինակ ինչ որ առաջարկ կա, այդ առաջարկը ընդունելու համար քվեարկություն, հա։ Այսինքն շենքի դամաֆոնից օգտվող բոլոր բնակիչներն ունեն հնարավորությունը այս չաթից օգտվողներն էլ։ Այսինքն այն բազմաբնակարան շենքի կառավարման համակարգը, ով որ ցանկանա, որ ինքը այդ ֆորմատով աշխատի, կարա դիմի Fnet Telecom-ին, մենք այդ հավելվածը կտրամադրենք իրանց որպես admin, որ իրանք կառավարեն շենքի բնակիչներին, արդեն շենքի բնակիչներին են հնարավորություն հավելվածով այդ ամեն ինչ իմ թվարկածը ու հետագայում էլ ավելի հավես բաներ, որ այդ ամեն ինչը կարողանան տեսնել։ Հենց որ միջազգային փորձը մեր կյանքում մեծ դեր է խաղում, ներսից ջան, մենք գնում ենք, հետևում ենք, տեսնում ենք ինչ է կատարվում դուրսը ու էդի ադապտացնում ենք հայկական իրականությանը ու իրագործում ենք մեր կյանքում, Fnet Telecom-ի կյանքում, ինչպես ոնց որ ասիկ AI-ը, որպես այս արհեստական բանականությունը այսօր սաղից կյանքում, հա, որպես անհատ, որպես աշխատող, հա, որպես, չգիտեմ, հայր, մայր, ամեն ձև մեր կյանքում, հա, նույնը մենք էդի փորձում ենք բերենք մեր հավելվածների մեջ, մի պահ պատկերացրեք Երևանում արդեն 2000 բազմաբնակարան մուտքերին դրած է դամաֆոն, վաղը կարա լինի 5-10 հազար մուտքում ու պատկերացրեք այդ տեսախցիկները, որ նկարում են, իրանց վրա AI է աշխատում ու փորձում է այդ AI-ը կանխարգելի հայտնաբերի օրինակ տարօրինակ օբյեկտներ, ենթադրենք մի խումբ շուն մտավ հայատ, ինքը բոլորի ծնողներին SMS-ը ուղարկում, որ շների խումբ մտավ, ձեր երեխաներին ուշադիր եղեք, հա, կամ ինչ-որ մի հատ արագ ավտո է մտնում հայատ, ինքը property management-ի կառավարիչին ասում է ինչ-որ անհասկանալի բան է, կամ ենթադրենք ինչ-որ մի հատ վտանգ է տեսնում, ահազանգում է ոստիկանությունը, ասում է մենք այդ ուղղությամբ ենք շատ աշխատում, որ արհեստական ինտելեկտը ավելի անվտանգ ու ավելի հարմարավետ ստեղծի մեր Հայաստանում բնակվող մարդկանց կյանքը։ Ֆանտաստիկ գաղափարներ ունեք եւ ֆանտաստիկ բաներ արդեն անում եք։ Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար, որովհետեւ այն ինչ որ դուք անում եք, դա գալիս է մեր բոլորիս կյանքը ավելի հեշտացնելու, հարթացնելու եւ անվտանգ դարձնելու։ Շնորհակալ եմ, որ եկաք ներս այս շատ դրական էներգիայով ու այս լուսավոր էներգիայով։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, սպասում եմ ձեզնից նորանոր հաղթանակների։ Մերսի, շնորհակալություն։ Խմենք հաջողությունների կենացը 16 տարի է շուկայում լինելը, վստահ եմ, որ շատ բարդ աշխատանք է։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կարանք առիթից օգտվենք, մեր թիմին ողջունենք։ Միանշանակ։ Աղջիկներ։ Ես առիթից օգտվեմ եւ բոլորիդ հրավիրեմ Digitech 2025-ին հոկտեմբերի 10-11-12 տեղի ունենալու Digitech ցուցահանդեսը Meridian Expo կենտրոնում։ Մենք այնտեղ ենք լինելու, այն ինչի մասին խոսեցինք, այնտեղ ներկայացնելու ենք եւ ավելին։ Նաեւ տեղում լինելու են հաճելի անակնկալներ ու հատուկ առաջարկներ, այնպես որ բոլորին հրավիրում եմ Meridian կենտրոն, այնտեղ ավելի մանրամասն ծանոթանալու մեր բոլոր նորարարական լուծումներին։ Այսքանով մենք ավարտում ենք ներսարի գիշերային շոուն, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, եղեք խաղաղ, եղեք ապահով, կհանդիպենք շատ շուտով։ Բարի գիշեր։ Եկեք դասեմ թե հրաշք, նայում եք ես ազդարաչք, անգամ քովից, ծաղիքներ են բացում սիրելիս, ձեր ասեմ քեզ թե համայ, դվիր իմ սրտին դուգյան, բաղեր չեմ գտնում, անգամ բարնեք բացում ինձ աննի,